Պարոն Վարդանյան, վերջի շրջանում դատավորները այնպիսի որոշումներ են կայացնում, որը խիստ կասկածի տակ է դնում մասնավորապես խոսքը վերաբերում է օրինակ Սամվել Կարապետյանի հետ կապված, երբ Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի հետևից ստատուս էր գրում։ Դուք գիտեք իմ դիրքորոշումը, դատական ակտը, քանի դեռ օրինական ուժի մեջ է, պետք է կատարվի առանց բայցի եւ առանց եթեի։ Եվ ես չեմ պատրաստվում որևիցե եղանակով խախտեմ սահմանադրությունը եւ ին վրա վերցնեմ դատական իշխանության գործառույթներ։ Եթե գտնում եք, որ որոշումը անարդար է, այն ունի վերանայման համապատասխան իրավական ընթացակարգեր։ Այսքանը։ Մենք որևէ բան չենք գտնում, ընդհանրապես հիշեցնում ենք տվյալ դեպքը։ Նիկոլ Փաշինյանը ստատուս է գրում։ Ամենայն հարգանքով ես ասում եմ հետեւյալը. յուրաքանչյուր պետական մարմին պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում եւ գործի օրենքների եւ սահմանադրության հիման վրա, այսքանը։ Պարոն Վարդանյան, երեք հայտնի դարձավ, որ Մասիսում երբ վարչապետը պատարագ էր մասնակցում, կային համայնքային աշխատողներ եւ Վեդի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը նշեց, որ իրեն պահանջել են, որ կա ինքն էլ հիվանդանոցից էլ է եկել էր այդ պատարագին։ Սա դուք ինչպես կգնահատեք այս ժողովրդավարության։ Ես գիտեք կա մի արտահայտություն hearsay evidence անգլերենում, հա, որը դուք լսել եք, որ ձեզ ասել եմ, որ ձեզ ասել եմ։ Չէ, ես դա հրապարակել եմ։ Ունի համապատասխան ընթացակարգ, եթե անձին ապօրինի եղանակով հրահանգել են որևիցե եղանակով մասնակցել կամ չմասնակցել որևիցե գործընթացի եւ նամանավանդ հրապարակել եք, սա հիմք է, որպեսզի դատախազությունը, որը իրավասու է զբաղվել այս հարցերով, համապատասխան ընթացակարգեր ձեռնարկի։ Այսքանը։ Իսկ քաղաքական առումով ինչ գնահատական կտակ դա։ Ես քաղաքական որևիցե գնահատական չեմ կարող տալ, հեսա պարզ չէ, ոչ թե նրա համար, որ ես չեմ ցանկանում քաղաքական գնահատական տալ, ես ուզում եմ ասել հետեւյալ, որ ցանկացած հավաքի մասնակցություն պետք է հիմնված լինի կամավորության սկզբունքի հիման վրա, այսքանը։ Մնացած հարցերը, խնդրում եմ, մնացած հարցերին ես կարող եմ ունենալ դիրքորոշում եւ այլն, բայց դրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները։ Բայց տեսեք, մի շարք իրավաբաններ արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եկեղեցու վերաբերյալ գործողությունները եւ նաեւ որպես վարչապետ 10 եպիսկոպոսների հետ իր կեցավայրում ընդունելը, ստորագրելը փաստաթուղթը սահմանադրության կոպիտ խախտում է եւ Նիկոլ Փաշինյանին ազատազրկում է ընդհանրապես։ Եթե նույն տրամաբանությամբ գնանք, տեսեք այն, որ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նախատեսում որ ազգային ժողովի բացման նիստին ուղերձով կարող է հանդես գալ ամենայն հայոց կաթողիկոսը եւս կարող է դիտարկվել որպես, չգիտեմ, պետություն եւ իշոն, չէ, տարբեր բաներ չեն, բայց ամեն դեպքում կա կարծիք իրավաբան արտահայտելա կարծիք, դա մի բան է, տեսեք, իրավաբանի արտահայտած կարծիքը կարծիք է, այն կարող լինի հիմնավոր, կարող լինի ոչ հիմնավոր եւ կա դատական ակտ կամ պետական մարմնի որոշում։ Մենք խոսում ենք կարծիքի մասին, կարծիքի ես չեմ մեկնաբանում։ Ամեն դեպքում սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունը ու եկեղեցին անջատեն իրարից։ Կներեք։ Ես սովորաբար բացառություն կանեմ, որտեղ կարծես դուք նոր եք լրատվական դաշտում։ Սովորաբար կանոնը հետեւյալն է, եթե դուք իրար ընդհատում եք, ես պարզապես դադարեցնում եմ հարցազրույցը։ Խնդրեմ։ Եկեղեցի միակ կառույցն է, առաջնահերթ կառույցն է, որտեղ պետք է արդարադատությունը իրականացվի։ Արդարադատություն պետք է իրականացվի բոլոր ոլորտներում եւ արդարադատություն իրականացնելը պետության գործառույթներից մեկն է։ Եվ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո չի կարող գտնվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից կամ օրենսդրական դաշտից դուրս։ Սա իմ դիրքորոշումն է եւ այս իմ դիրքորոշումը եղել է միշտ սկսած այն պահից, երբ որ ես մտել եմ իրավաբանական ֆակուլտետ որպես ուսանող։ Ամեն դեպքում սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցուն ու պետությունն անջատեն եւ պետությունն իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին կյանքին։ Այդ դեպքում այն, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ստորագրում է փաստաթղթի տակ եւ խորհուրդ է ձևավորում, չի խախտում սահմանադրության այդ կետերը։ Տեսեք, դուք ուզում եք որպեսզի ես տամ պատասխան, օրինակ դիցուկ կամ դատախազության կամ սահմանադրական դատարանի փոխարեն։ Եթե դուք գտնում եք, որ նման խախտում կա, առերեւույթ ձեր կարծիքով, ձեզ որևիցե մեկը չի սահմանափակում կատարել ձեր սահմանադրական իրավունքը որպես քաղաքացի։ Գիտեք, ես ինչի հետաքրքիր չեմ լրագրողների համար։
Որպես կանոն իմ հարցազրույցներին շատ քիչ սենսացիաներ են լինում։ Այսօր սենսացիա չեք ստանա։ Պարոն Վարդանյան, դուք անընդհատ ձեր վրայից գցում եք բոլոր կարևոր հարցերը, որոնք հանրությանը հետաքրքիր են, սակայն դուք մոռանում եք, որ ազգային ժողովը զբաղեցնում եք շատ կարևոր հանձնաժողովի նախագահի։ Դուք եք հանրությունը։ Ձեզ է հետաքրքիր, բայց չի նշանակում, որ ես էլ եմ հանրություն։ Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության։ Եվ որ հարցից եմ ես խուսափել, խնդրեմ։ Դուք հիմա գործընկերս հարցում է, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ես էլ ձեզ ասում եմ, եթե ձեր գործընկերը գտնում է, որ սահմանությունը խախտվել, խնդրեմ։ Գործընկերս ասում է Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում եւ միջամտում է եկեղեցու ներքին գործը։ Ես մի հարց կարող եմ ձեզ տալ այդ բaragայում։ Իսկ ով կարող է գնահատել սահմանադրության խախտումը։ Ով է իրավասու գնահատել սահմանադրության խախտումը։ Եթե դու գտնում եք, որ տեղի ունեցել սահմանադրության խախտում, եթե դու գտնում եք, որ տեղի ունեցել ոչ իրավաչափարարք, դրա համար կան համապատասխան ընթացակարգեր։ Ազգային ժողովի, պետահրավական հարցերի մշտական հանձնաժողովի որևիցե անդամ, որևիցե падգամավոր, ընդհանուր հանձնաժողովի նախագահը, որը ունի հանձնաժողովի գործունեությունը համակարգելու գործառույթներ, այդ հարցի պատասխանելու իրավական իրավասություն չունի։ Միջ ինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքից ելնելով մենք պետք է հարգենք յուրաքանչյուրս պետական մարմիններին, այլ պետական մարմիններին։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները սահմանադրության խախտում են թե ոչ։ Ես խախտում չեմ տեսնում գործողությունների մեջ, եթե դուք տեսնում եք խախտում, դուք կարող եք դիմել սահմանադրական համապատասխան արտադրական համապատասխան մարմիններին։ Չէ, երբ սահմանադրության մեջ ամրագրված է, որ 7 անգամ էլ նույն հարցը տակ, 7 անգամ էլ լինելու է նույն պատասխանը։ Ինչ է դա նշանակում, երբ ասվում է, որ պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Դա նշանակում է, որ պետությունը պետք է հարգի, խղճի եւ դավանանքի ազատությունը։ Սահմանադրությունը նախատեսում է նաև համապատասխան կարգավորումներ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված։ Այդ կանոնակարգումները ըստ էության որոշակի կարգավիճակ են տալիս նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։ Եվ այդ գործընթացների շրջանակներում տեղի են ունենում զարգացումներ, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ իր դրական կամ իր բացասական դիրքորոշումն է արտահայտում։ Ես որպեսի զեղչեն կաթողիկոսի անունը։ Ես կներեք, ես ներուս եմ խնդրում, ես պետք է ձեզ հստակ մի բան ասեմ, էլի։ Եթե դուք ուզում եք, որպեսզի ասեք, սա սահմանադրության խախտում է թե ոչ, մեկ մարմին կա։ Լիա ջան, ես ուզում եմ ասեմ, մեկ մարմին կա, որը կարող է ասել, խախտվել է սահմանադրությունը թե ոչ։ Դա սահմանադրական դատարանն է։ Մնացած բոլոր մարմինների, բոլոր պաշտոնատար անձանց, սովորական քաղաքացիների բaragայում դա լինելու է կարծիք։ Այսքանը։ Ես իրավաբան եմ։ Շատ բոլոր հանձնաժողովները կարևոր են ազգային ժողովում եւ բոլորը կատարում են գործառույթները։ Ես մեկնաբանում եմ, բայց դուք չեք կարող պահանջել, որպեսզի ես ասեմ ավելին, քան ես ցանկանում եմ։ Այսքանը։ Այլ հարցը խնդրեմ։ Կողմ եք, որ եկեղեցիներում լինի եռագույնը ու պատարակները սկսվեն օր ներքո։ Ես ընդհանրապես կողմ եմ, որպեսզի Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին չմոռանա, որ ի վերջո գործում է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, որովհետև եկեղեցին մեր ինքնության մի մասն է, եկեղեցին մեր պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, ի վերջո եկեղեցու կարգավիճակը սահմաններորեն ամրագրված, որովհետև մեկը չի արգելել, չի վերացել, եւ այդ կարգավիճակը պետք է հարգեն բոլոր կողմերը, նախ եւ առաջ այդ թվում եկեղեցին։ Այսքանը, շնորհակալություն։